Ողջույն բարեկամներ, ձեզ հետ Մայր Կուլինարի Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մենք պատրաստելու ենք անկույզով շարոց սուջուխ։ Առաջարկում եմ լիարժեք հաջողված բաղադրատոմս նյութերի ճիշտ հաշվարկով։ Սովորաբար 1 կիլոգրամ անկույզից ստացվում է մոտ 600-ից 700 գրամ մաքուր կեղևահանած անկույզ, ինչը մեզ անհրաժեշտ սուջուխի համար։ Բաղադրիչները ուրեմն հարկավոր է խաղողի հյութ 3 լիտր, ալյուր 300-350 գրամ, շաքարավազ 150 գրամ, եթե ցանկանում եք ավելի քաղցր ավելացրեք, եթե ոչ քաղցր պակասեցրեք շաքարավազը։ Ուրեմն դարչին կամ մեխակ 1 պտղունց, սա համի համար ձեր ցանկությամբ։ Եվ անհրաժեշտ է նաև բամբակյա թել ամուր 5-ից 6 մետրանոց եւ ասեղ կամ բարակ մետաղալար անկույզը անցկացնելու համար։ Ուրեմն բաղադրիչները ասացինք, անցնենք թանձր զանգվածի պատրաստմանը քայլ առ քայլ։ Թանձր զանգված, որի մեջ պետք է ընկղմենք մեր անկույզի շարոցը։ Առաջին քայլ ուրեմն ինչպես ենք լուծելու ալյուրը հյութի մեջ։ Վերևում ասացինք, որ մեզ պետք է 3 լիտր խաղողի հյութ, այդ 3 լիտրից վերցնում ենք 1 բաժակ սառը խաղողի հյութ եւ մեջը լցնում ենք ամբողջ 300 գրամ ալյուրը եւ լավ խառնում ենք մինչեւ ստացվի միատարր զանգված։ Հաջորդ քայլում մեր խաղողի հյութը մնացածը 1 բաժակ վերցրել ենք, մնացածը տաքացնում ենք։ Ուրեմն պետք է ստացվի կաթսայի մեջ, պետք է ստացվի գոլ, պետք է ունենա գոլ վիճակում, չպետք է եռա։ Հաջորդ քայլում ուրեմն պետք է գոլացրած հյութը խտացնենք, դարձնենք թանձր զանգված, որպեսզի անկույզի շարոցը ընկղմենք մեջը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է այդ տաքացրած գոլացրած հյութին ավելացնել ալյուրով խառնած մասսան։ Վերևում մենք 1 բաժակի մեջ լցրել ենք ալյուրը, խառնել ենք այդ մասսան, պետք է ավելացնենք գոլացրած հյութին, անդադ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։ Եռալուց հետո թեթև կրակի վրա եփում ենք 15-20 րոպե, մինչև ստացվի թանձր մածուցիկ զանգված։ Այնուհետև գդալով կամ թիակով վերցնելիս զանգվածը պետք է դառնա դանդաղ ժապավենով իջնի, ոչ թե ջրի նման հոսի թափվի։ Այսքանը ուրեմն մեր զանգվածի մասին թանձր, եթե շատ ջրիկ է ստացվել, մի քիչ ալյուր ենք լուծում 1 գդալ ջրի մեջ, ավելացնում ենք ալյուր, խառնում, ավելացնում զանգվածին, եթե շատ խիտ է, մի փոքր տաք հյութ կամ ջուր ենք ավելացնում։ Ուրեմն մեր թանձր զանգվածը պատրաստ է, անցնում ենք հիմա էլ անկույզի շարմանը։ Ինչպես ենք շարելու անկույզները։ Ուրեմն կարևոր հանգամանք, որ պետք է հաշվի առնել։ Պետք է օգտագործել ամբողջովին չոր անկույզ, խոնավություն չպետք է ունենա անկույզը, իսկ թելը նախ եռացնում ենք 1 րոպե մաքրության համար։ Անցնենք շարելու ընթացքին, ասեղը թելում ենք եւ միևնույն չափսի անկույզները անցկացնում ենք թելի վրա, մեկը մյուսից 1-ից 2 սանտիմետր հեռավորության վրա։ Վերջում թելի 2 ծայրերը կապում ենք, որպեսզի ստացվի 1 երկար ժապավեն կախելու համար։ Անկույզներն էլ շարեցինք, վերջացրինք, մնաց այն ընկղմել թանձր զանգվածի մեջ։ Հիմա ինչպես ենք ընկղմելու։ Թանձր զանգվածը պետք է լինի տաք, ոչ այրող։ Շարոցը ամբողջությամբ ընկղմում ենք թանձր զանգվածի մեջ, այնուհետև թափ ենք տալիս թեթևակի, որպեսզի ավելորդ ավելացած մասսան թափվի վրայից եւ մի քանի րոպե կախում ենք, այնուհետև կրկին ընկղմում ենք մեր թանձր զանգվածի մեջ։ Գործողությունը պետք է կատարել 3-ից 4 անգամ։ Ավելի շատ շերտերի դեպքում սուջուխը կստացվի հաստ մսոտ, այսինքն ինչ է նշանակում շատ շերտեր, այսինքն եթե 3-4 անգամից ավելի շատ անեք, ընկղմեք հանեք, ավելի հաստ կստացվի, իսկ 2 շերտը շատ քիչ է, խորհուրդ չի տրվում, շատ բարակ կստացվի։
Հիմա ինչպես ճիշտ չորացնել արդեն մեր պատրաստի ընկղված շարոցը։ Պետք է լինի քամոտ, օդափոխվող, բայց ոչ ստվերոտ վայր։ Ցուրտ սենյակը կամ պատշգամբը ամենալավն են, արև չի կարելի։ Տևողությունը սովորաբար 10-ից 20 օրում, կախված վիճակում, ուրեմն կախված հաստությունից, խոնավությունից կչորանա։ Հիմա խորհուրդներ։ Առաջին 2-3 օրերը ամենակարևորն են։ Եթե մակերեսը շատ կպչուն է, շատ քիչ ալյուր շախտվեք վրան։ Եթե շատ արագ է կոշտանում ու ճաքում, տեղափոխեք ավելի մեղմ, չոր տեղ։ Ինչպես եւ որտեղ պահել։ Լիովին չորանալուց հետո փաթեթավորում ենք բամբակյա կտորով կամ թղթով, պահում ենք սառը, չոր, օդափոխվող վայրում։ Կարելի է պահել սառնարանում, փակ տարայի մեջ։ Այսքանը մեր ընկույզով շարոցի վերաբերյալ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։